Ամսի 18-ից ստենք, ինչև հիմա։ Լավ բան չեն ասում։ Հիմա երբ կբաց թողնեն, չգիտեք։ Ոչ մեկն էլ կուրս չի։ Կանոնոց վիճակը։ Մի 6-7 օր կլինի, ստի կանգնած ենք։ Դե ճանապարհն հələ չգիտենք, հեսա բարեկները կասեն։ Բուկու բորանա։ Այնտեղ միշտ բորանը որ սկսում է ճամփեն փակի, եթե չփակեն, վտանգ է երանդը։ Կամազներին, ազինոշկեքին բացի թողում, հեսա մեզ եք թողենք եթանք էլ է։ Մոտ մեկ շաբաթ է միջպետական ճանապարհի Սյունիք բնակավայրից դեպի Խոտանան տանող խաչմերուկը փակ է կցորդիչով մեքենաների համար։ Կապանի թունելից Սյունիք բնակավայր տանող հատվածում հունվարի 23-ին երկշարք ավտոշարասյուն կար, օրվա որոշ ժամերին նույնիսկ խցանումներ էին առաջացել, երթևեկությունը կաթվածահար էր։ Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ ժամը 16-ի դրությամբ Շինուհայր Հաժիս Նորավան ավտոճանապարհին սաստիկ բուքը դեռ շարունակվում էր։ Բարեկային ծառայության ուղեկցությամբ, կապալառուների օգնությամբ մարդատար մեքենաները ուղեկցությամբ այդ հատվածը անցկացնում են։ Համ Գորիսից դեպի Նորավան, համ Նորավանից դեպի Գորիս։ Լծեն Տաթև հատվածում ձնահոսք է եղել, հիմա աշխատում են միակողմանի ճանապարհը բաց է, ձնահոսքը մաքրում են, որպեսզի ճանապարհը դառնա երթևեկելի։ Կցորդիչների համար եւ Տաթև Լծեն եւ Շինուհայր Հաժիսը փակ է։ Փրկարար ծառայության աշխատակիցները հունվարի 23-ի վաղ առավոտից մարզի տարբեր հատվածներում դուրս են բերում արգելափակված տրանսպորտային միջոցներ, դրանցում գտնվող ուղևորներին տեղափոխում ծառայության առաջնային օգնության կետեր։ Ճանապարհը սպասարկող կազմակերպություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Ժամը 16-ի դրությամբ բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ էին Կապան, Լծեն, Սիսիան Գորիս, Տաթև Շինուհայր ճանապարհները եւ Գորիս Շինուհայրի խաչմերուկը։ Եթե քամին կտրվի, կաշխատենք շուտ բացենք ճանապարհենք կցորդիչով մեքենաներին։ Հորդորը մեր քաղաքացիներին երթևեկել բացառիկ անհրաժեշտության դեպքում մինչև քամու ուժգնությունը դադարի ու ձմեռային անվադողերով։ Ուշադրություն դարձնեն ճանապարհային դեպարտամենտի փրկարարծառայության հայտարարություններին, էլի ճանապարհների բաց ու փակ լինելու վերաբերյալ մեկի եղանակը։ Հունվարի 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ, լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-ի գիշերը եւ առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փրկարարները հորդորում են խստագույնս հետևել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։